Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 25-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար, տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը, գնայինք առնետների, ինչ է սպասվում առնետներին ապրիլի 25-ին, ընտրության առջև եք կանգնած լինելու այդ օրը, միգուցե հագուստի մեջ, միգուցե շատ կարևոր ընտրություն է, նաև ծնունդ է այդ օրը, ինչ-որ անակնկալներ, նվերներ, ուրախ տրամադրություն, ոմանց համար սա նաև ժամադրություն է, ինչ-որ պահեր են անակնկալ, միգուցե ծնունդ է դրանից է, և ոյցև ոլորտ է ձեզ մոտ կայունանում այդ օրը, այն ինչ որ մի փոքր կաղում էր, դա կկայունանա, կնորմալանա, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք ցուլերին, ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 25-ին, հանդիպում շփում, ֆիգուրներ, երեքն էլ մարդ են, ինչ-որ իրադարձություն չի, տեսնենք ով է այս տղան, դե երևի առիթն է, գիտեք, թռավ, իր առիթն է, միգուցե պետք է գնանք կամ իրար հետ եք գնալու այդ առիթին, կամ հասարակական վայրում իրար կարող եք հանդիպել, տեսնենք ով է այս կինը, կամ իր մոտ է կայունանում ոչ մի բան, կամ ինքն է կարգավորում ամեն ինչ, ձեզ մոտ է կայունանում, ինքը այնպես է անում, որ ձեզ մոտ այդ ինչ-որ ոլորտ կայունանա, դե կարող է բժիշկ է, կարող է իրավաբան է, ինչ-որ մեկն է, որ օգնում է ձեզ, կամ ձեր տնօրենն է, օգնում է ձեզ, որ դուք կարողանաք ավելի լավ անել ձեր գործը։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, կամ ընկերուհու հետ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին ապրիլի 25-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղամարդու հետ, տեսնենք ով է։ Իրար հետ ճանապարհ եք գնալու, կամ ինքն է գալու, գործեր առաջ կմղեք իրար հետ, կօգնի ձեզ, որ անեք դա։ Եվ հանդիպում այդ օրը կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ։ Նաև նամակագրական կապ է սա ինչ-որ մեկի հետ, փաստաթղթերը կդասավորեք, կարգի կբերեք, կգրեք, ցուցակ ինչ-որ կկազմեք, նման ինչ-որ պահեր են։ Այսքանը ձեզ համար, թեթև է, միգուցե սա օրինակ, գիտեք, ծրար կարող է լինել։ Ծրար է, որտեղ որ ինչ-որ գնում եք առիթի, դնում եք գումարը մեջը գնում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին ապրիլի 25-ին։ Խոչընդոտներ կան, որոնք որ պետք է լուծեք։ Տեսնենք ինչ խոչընդոտներ են։ Տղամարդու հետ է կապված կամ իր մոտ է խոչընդոտներ։ Տարեց անձնավորություն է, կամ ինքն է ստեղծում ձեզ համար խոչընդոտներ։ Այդ օրը նաև ոմանք այցել են գեղեցկության սրահ, ոմանք այցել են իրենց, վարսահարդարման սրահ, ինչ-որ բժշկի և այլն, գուցե արտաքինի հետ փոփոխություններ կանեք։ Նաև դա ծնողներն են, ում կարող եք հիշել կամ գնալ իրենց տեսակցելու, ոմանք այդ օրը հղիություն է, գնում եք բժշկի, ասում է, որ հղի եք, հղիություն, ծննդաբերություն կարող է լինել, փոփոխություն տանը, փոփոխություն ընդհանուր ձեր կյանքում, ճանապարհ կարող եք գնալ երկար, կամ օրինակ տեղափոխություն լինի, մեկ այլ տեղ, մեկ այլ տարածք։ Նաև օտարերկիր կարող եք գնալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին ապրիլի 25-ին։ Չէ մեկ էդ կարող եք վիճել, չնայած շաբաթ է, կարող եք նաև տուն մաքրել։ Վիճում եք, թե տուն եք մաքրում։ Կամ կարող եք վիճել եւ ձեզ լավ զգալ դրանից, հա, ասել են ինչ որ կուտակվել էր եւ հանգստանաք, ձեր տրամադրությունը բարձրանա։ Գոտ ու մաքրեք, որտեղ հանդիպում կամ շփում ունեք ձեր ընկերոջ հետ, կարող է այստեղ գալիս է ձեր տուն հյուր եւ պետք է տուն մաքրեք։ Նաեւ այդ օրը շատ լավ շրջապատում կլինեք։ Սա նաեւ իմաստություն է, ուրիշ ձև սկսեք մտածել, ուրիշ ձև կնայեք այս կամ այն հարցին։ Նաև կյանքում նոր իմաստ կգտնեք ինչ-որ մի բանի համար, ոնց որ կսկսեք պայքարել կամ ապրել կամ դա ձեզ ավելի սենցուտում տեսակ ուրիշ ձև ուրախություն կբերի։ Իմաստություն է, որ մարդը հասուն է արդեն, ուրիշ ձև է սկսում նայել դրան եւ ինքն էլ է զգում այդ տարբերությունը, որ սկսել է ուրիշ ձև արդեն մտածել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին ապրիլի 25-ին։ Այդ օրը ոմանք կզբաղվեն իրենց առողջությամբ, ոմանք գեղեցկությամբ, ոմանք այցելեն իրենց ծնողներին տեսնելու, ոմանք գործերը կզգան, որ դանդաղ է բարձրանում վերև, գուցե կտրուկ քայլ նաև անեք, և չմտածված նաև որոշում է դա։ Նաև դա կարող է լինել վիրահատություն, դա կարող է լինել վեճ, կտրուկ քայլ, կտրուկ որոշում, վերջնական որոշում, բայց դա պետք է հասկանաք, որ ինքը էմոցիաների ազդեցության տակ է մարդը ասում և հետո փոշմանում է։ Տեսնենք դա ընդհանրապես ինքը իրենց ինչ է ներկայացնում։ Ընտրություն անեք, կամ կտրուկ ընտրություն կանեք, կամ ամեն մեկը կգնա իր ճանապարհով։ Եվ այդպես շատ անսպասելի դա կորոշեք, դա լցված չի, դա ուղղակի ոնց որ մարդը հենց այդպես ասեց ու ուզում է անի, հետո գլխին է տալիս։ Այդ օրը նաև ճանապարհներին շատ կլինեք, ձեր գործերը առաջ կտանեք, գուցե երկար ճանապարհ եք գնում, կամ տեղափոխություն է այստեղից այնտեղ։ Այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Սիրտ, դե սիրտը, շատ սեր։ Ինչ է սպասվում ձիերին ապրիլի 25-ին։ Գումար եք ծախսելու, նաև գումար կգա ձեզ մոտ, նաև ճակատագրական քայլ կարող եք անել այդ օրը։ Միգուցե գումարի հետ է կապված, կարող է ինչ-որ մեծ իրեք գնում, շատ կարևոր իրեք գնում, հենց ոնց որ կարող աշխատանքի համար, գործի համար է կամ ինչ-որ մի բանի համար է, ոնց որ մարդը ներդրում է անում այդքան գումարը։ Նաև դա դժվարություններ են, որ կարող են առաջանալ այդ օրը, փորձություններ են, որ կարող են առաջանալ այդ օրը, բայց կկարողանաք հաղթահարել, որտեղ այստեղ կամ դռները կփակեք այդ փորձությունների, այդ դժվարությունների, կամ բացվում է հնարավորություն, որ կարողանաք լուծել այդ յուրաքանչյուր խնդիր։ Ընտրությունից է կախված, այսպես կարող է շատ դժվար ընտրության առջև կանգնած լինեք, շատ։ Եվ որ ասում է ճակատագրական ընտրություն է, ինչ անեք, որ ճիշտ լինի ձեզ համար։ Եվ իրոք այստեղ կամ դուռ եք փակում, կամ բացում։ Ըստ ընտրության։ Կախված է թե ինչ է, միգուցե իրոք գումարի հետ է կապված դա։ Միգուցե շատ մեծ փորձություն է, դժվարություն է, շատ ամեն ինչ ձեր ուսերին է եւ դուք եք այդ օրը որոշելու եք եւ հետո արդեն գերեւ այստեղ ձեր որոշումից ինչ որ բան է
ավարտվում ձեր մոտ, թե նոր ինչ-որ բան է սկսվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին ապրիլի 25-ին։ Օձեր կան ձեր շրջապատում նախանձ մարդիկ, օծություն են ուզում անել, բայց նաև սա իմաստություն է, դուք եք իմաստում, գայթակղվում եք, ճանապարհներին, ոգևորված եք, ինչ-որ բան է ձեզ գայթակղել, ուզում եք ունենալ անպայման դա, ճանապարհ պետք է անպայման գնաք, գործերը առաջ մղեք, այդպես մարդը ոգևորված է, ուզում է անպայման անի, գայթակղվել է ինչ-որ մի բան, դա մա լավ ուշադրություն դարձրեք, այդ գայթակղությունը նորմալ է, ճիշտ է։ Ոմանք այդ օրը երկար ճանապարհ կգնան, տեղափոխություն է սա նաև, գործերը առաջ կմղեք, այն ինչ որ մնացել է։ Դուք եւս ոգևորված կլինեք այդ գործերը առաջ մղելու համար, դա մայմ ասում եւս կարող գայթակղվել։ Օգնի ինչ-որ մեկը, որ ծնվել է օձի տարում։ Հյուրեր կունենաք կամ դուք կգնաք հյուր, ինչ-որ բաներ կպատվիրեք, կբերեն ձեր տուն։ Նաև ծանոթություն է սա, կարող եւս գայթակղվել եւ ինչ-որ մեկի հետ փորձել ծանոթանալ դրսում։ Կամ ձեզ հետ փորձեն ծանոթանալ եւ դուք տեսքից կամ ինչ-որ բանից կարող գայթակղվել, բայց սա շատ կարճ է տևում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին ապրիլի 25-ին։ Շատ աշխատանք շատ կունենաք, միգուցե ոմանք այցելում են ռեստորան, առիթ ունեք, գնում եք ճանապարհ, այդպես գնում եք ռեստորան, ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, էներգիայով լցված եք, այնպես որ հիանալի օր է, ոմանց մոտ կարիերայի բարձրացում է, շատ աշխատանք, շատ պատվերներ, առաջ խաղացում աշխատանքում, ոմանք կարող են գնալ նաև բժշկական կենտրոն, պետական հիմնարկություն էլ եւս առավոտյան բաց է, կարող եք այցելել։ Դե ճանապարհ կգնաք երկար, ձեր գործերը առաջ կմղեք, որոնք որ մնացել էին, նաև կարող է շատ ուղղակի ճանապարհներին եք լինում, այս ու այն կողմ կարող եք գնալ։ Ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք այդ օրը շատ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին ապրիլի 25-ին։ Շատ աշխատանք, միգուցե աշխատանքի եք ընդունվում, միգուցե աշխատանքում առաջ խաղացում, բարձրունք, ոմանք կարող են գնալ ռեստորան, այդ կարող առիթ լինի։ Նակ այդպես ինչ-որ պետական հիմնարկություն, բժշկական հաստատություն։ Իդեպ ես գնալի եմ, ասեմ, հենց մի անգամից։ Երեք տեսակ, որ ինձ հետ ուղիղ եթերում էր Facebook-ում, դի գնամ արյուն հանձնեմ, դա եւս պետական հիմնարկություն է, այնպես որ ես իմ կողմից ասում եմ, ես գնալի եմ, մնացածը չգիտեմ ով ինչ։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ, կամ տղամարդու, միգուցե վիճում եք իրար հետ, կամ տուն եք մաքրում, որ այդ տղան գա, կամ վիճում եք։ Եվ այդ օրը նաև նամակագրական կապ է սա, ցուցակ է, փաթեթ է, այստեղ կարող է սա է, օրինակ իմ տարբերակում թուղթի հետ գնում եմ բժշկի, միգուցե գնում եք դուք եւս բժիշկի, թուղթ է ձեզ տալիս, միգուցե ծրար է, որ գնում եք ռեստորան, ինչ-որ մեկին նվեր տալու համար, գումար եք դնում մեջը, ցուցակ է առևտուր անելու համար, ցուցակ, որ
փաստաթուղթ եք ուղարկում, ստանում, նամակագրական կապի մեջ եք լինում, այն ինչ որ թուղթու գրիչի հետ է կապված մի խոսքով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին ապրիլի 25-ին։ Այդ օրը առնետներ կան, տեսնենք ինչ են ասում սրանք մեզ։ Դե անհաջողություն է սա նշանակում, խնդիրներ է, մանր-մունր խնդիրներ են կամ ինչ-որ բաներ, որ կարող եք անել, գուցե դա հաջողություն չբերի։ Հաջողության կորուստ է կամ այդ պահի կորուստն է, որ կարող եք հաջողություն ունենալ։ Եվ այդ օրը լավ շրջապատում կլինեք, ձեր ընկերների շրջապատում կամ այնպիսի շրջապատ, որտեղ որ պետական աշխատողներ են, դա նաև կյանքի նոր իմաստ է, որ կարող եք փնտրել, օրինակ ըստ այս քարտի, որտեղ ինչ-որ մի բան կարող եք փոխել ձեզ մոտ, ըստ սրա, ինչ-որ մի բանը, որ ձեզ մոտ հաջողություն չի բերում, դուք ինքներդ կարող եք փոխել։ Մի հատ լավ այդպես մտածեք, հասուն ձևով եւ հասկանաք, որ չէ։ Եվ կտրուկ քայլ անեք, որ ասեք, չէ, արդեն սա վերջն էր, վերջին անգամ եմ ինչ-որ մի բան անում, որ ինձ անհաջողություն է բերում, ավելի լավ է փոխեմ ուղղությունը, սա ոնց որ կտրուկ նաև որոշում է սա, կտրուկ փոփոխություն է, ոնց որ մարդը միշտ նույն տեղում, նույն աշխատանքի վայրեր է փնտրում, օրինակ, այսպես ասեմ, եւ անընդհատ 4 կողմից անհաջողություն, անընդհատ ասում են չէ, եւ վերջում ասում է չէ, լավ, ուրեմն սա իմը չի, ես գնամ մեկ այլ ոլորտում փնտրամ իմ աշխատանքը եւ այդպես յուրաքանչյուր բան այստեղ կարող է լինել։ Կյանքի նոր իմաստ պետք է փնտրեք, բայց դա անելու եք շատ անսպասելի, շատ հանկարծակի։ Հետո կարող եք մարդկանց հետ էլ վիճել, նաեւ սա վիրահատություն է, որ կա, այդքան էլ այս քարտերով ճիշտ է ընդհանուր է, բայց վիրահատություն եւս այդքան չէի խորհուրդ տամ, բայց դա ընդհանուր է չեմ կարող ասել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազների, խոզերի։ Ինչ է սպասվում վարազներին ապրիլի 25-ին։ Ուշադիր եղեք պետավտոտեսուչներից, որ չհանդիպեք դրսում կանգնացնեն եւ այլն, նաեւ ինչ-որ մեկն է, որ ձեզ այդ օրը կաջակցի, ձեզ կօգնի, ձեռք կմեկնի, գուցե դուք ունենաք այդ կարիքը, դուք դիմեք իրենց, որպեսզի ձեզ օգնեն։ Նաեւ սա ծանոթություն է, եթե ծանոթանաք, ապա այսպես ինչ-որ ուժային ինչ-որ մեկի հետ, գուցե նաեւ հանդիպում է այդպես ինչ-որ պետական աշխատողի հետ, քննարկում եք ինչ-որ հարցեր։ Նաեւ դա ուժ կունենաք ինչ-որ բան անելու համար, ինչ-որ գործեր անելու համար։ Եվ ինչ-որ մեկը կա, ում վրա կարող եք հենվել այդ օրը։ Տեսնենք աղվեսնով է։ Ուй, աղվես օծը։ Այստեղ, եթե ուզում եք խորամանկ լինել, ապա պետք է իմաստուն ձևով խորամանկությունը դրսևորել։ Եթե ոչ, այստեղ նայեք, հեչ լավ չի։ Մի լսեք, նաև այդ օրը ոչ ոքին, եթե այսպես վերագրենք պետական աշխատող, ինչ-որ մեկը խորամանկություն է անում ձեր նկատմամբ, օծություն է անում, կտրուկ, այնպես անում, կտրուկ քայլ անեք, կտրուկ որոշում կայացնեք, պետք չի տրվել այդ օրը այդ մարդկանց, որտեղ իրենց ազդեցության տակ կարող եք ինչ-որ կտրուկ քայլ անել։ Եվս, եթե պետք է դուք լինեք խորամանկ եւ մի քիչ իմաստուն, այդ դեպքում հա, ինչ-որ մի ձևով կտրուկ քայլ կանեք, բայց եւս էլի պետք է վերանայել ամեն ինչը, լավ պետք է մտածել։ Եթե գիտեք հենարան ունեք, դրանից հետո, ապա դա ուրիշ հարց է, այդտեղ յուրաքանչյուր բան կարող է լինել։ Ուղղակի ձեզ կարող են հեղափոխել, խորամանկ քայլ անել ձեր նկատմամբ, օծություն անել ձեր նկատմամբ եւ ձեզ ստիպեն, որ ինչ-որ մի քայլ անեք։ Յուրաքանչյուր բան կարող է լինել այստեղ աշխատանքից դուրս գալ,
ընտանիքից հեռանալ, ինչ որ մի բան է, որ մարդը կտրուկ քայլ է անում, կտրուկ որոշում է կայացնում, այս աշխատանքը չընդունի, սա չանի, հարևանի հետ վիճի եւ այլն, յուրաքանչյուր բան, որ խորամանկ մարդիկ այդ օրը կողոն ձեզ առաջարկել դրամը, պետք է դուք ինքներդ լինեք իմաստուն ավելի շատ, եթե չէ դուք եք լինելու խորամանկը եւ ինչ որ կտրուկ քայլ անեք, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։